Սանա ջան, թող մարդկանց մոտ չլինի այն բանը, որ վատ է փսակվել, ամուսնանալը լավ բան Քարոզ չի այստեղ։ Չէ, Աստծո սիրուն, հակառակը շատ լավ բան է ամուսնանալը։ Թող ամուսնանան, լիքը բալիկներ ունենան, մեր հայազգը շատանա։ Պարզապես մի խորհուրդ մեր երիտասարդներին, երբեք առանց սիրո չամուսնանաք։ Դրանից վատ բան չկա աշխարհում։ Գիտեք, սիրահարվածությունն էլ մի կողմ դրված, դա էլ է անցնելու, փողն էլ է անցնելու, շորն էլ, ամեն ինչն էլ, ապրանքը մեկ սաղ անցողի կա։ Մի ամիս նույնիսկ չես կարող, լավ, մի ամիս ապրեցիր, 2 ամիս, տարիներ դու պիտի ապրես, դա մի հատ մեծ պատիժ է։ Վատ բանը միտքը վատ հիվանդություններ է տալիս մարդուն։ Դժբախտություն է առանց սիրո ամուսնանալը, հակառակը պետք է ամուսնանալ, բայց սիրով, միայն սիրելով։ Թշնամուս խորհուրդ չեմ տա առանց սիրո ամուսնանալ, որովհետև առանց էդ էլ շատ մեծ դժվար բարդ բան է, չէ՞, այդ կենցաղը եւ այլն։ Դա միայն մեծ սիրո դեպքում կարող ես դիմանալ լիքը բաների։ Այսքան բան, թե չէ քարոզ չկա, հակառակը մի հատ շատ լավ տատիկիս որ խոսքեր լինում, ասում էր 80 անց կիներ 85 տարեկանում մահացա, որ ասում ենք տատի, ասենք բան լինի կամուսնանաս, ասում էր ինչու ոչ։ Ասում ենք բա, ասում էր հա, ինչ եք ասում էր մի պատկառելի ջենտլմեն որ լինի, մեջ շիրով պատկառելի ջենտլմեն։ Այսպես ծիծաղում ենք, բա հա, ասում ենք տատին ինչ է ասում, ասում էր ջանս մեզնից էր սովորել սեքս բառնել էլ, դա չկա։ Շեքշի համար չէ։ Ընկեր լինի կողքդ, մարդ, ընկեր։ Հասկանում եք։ Վայ տատի։ Մարդը կոնկրետ շեքշի համար չէ։ Մարդ լինի, ընկեր, որ խոսես, շփվես։ Հասկանում եք։ Պես որ ինչի՞ չէ որ, նես չի որ ոչ, ես չեմ։ Չխանգարող ասում եմ, այդպես բան կա, հումոր էլ կա, չէ, ասում եմ, ինչու չեք ամուսնանում Մայի Իզոլդովնա, ասում եմ, չեք գտնում մարդ, որ ինչ չխանգարի ապրելու։ Չխանգարին ապրելու խի չէ որ։ Լինում է որ այդպես ամուսնանում են, ունես մեծ գրուզի տակ են մտնում, ունես կյանքը լրիվ փոխվում է։ Միայն մեծ սերը կարող է դա դիմանալ։ Մեծ սիրո դեպքում կարելի է դիմանալ այդ ամեն ինչին։ Արոնե, բայց դուք ձեր դիմաց ինչ որ սահման եք դրել կամ պատնեշ, որ չսիրահարվել, թե դուք ինքներդ սիրահարվել եք կամ սիրահարված եք։ Կյանքը արժևում է։ Չէ։ 85 տարեկան տատիկս։ Սուսաննա ջան, չկա տենց բան, որ ինչ որ պատնեշ է դրվել չսիրահարվել կամ սիրահարվել կամ ինչ չի, ես եմ մարդ, ինքան եմ սիրահարվել։ Ասեմ ավելի նույնիսկ մի անգամ մեծ սիրել եմ։ Մեծ սեր եմ ունեցել մեկ անգամ, բայց սիրահարվածություններ այո կլինեն, կանցնեն, կգնան, մարդ ուղղակի պիտի սթափ մտածի ամեն ինչին, ռեալ նայի, սթափ նայի։ Բայց մեծ սեր երբ ունեցել եք, այդ ժամանակ էլ չեք մտածել ամուսնության մասին։ Ոնց ավարտվեց այդ մեծ սերը։ Շատ վատ, բնականաբար։ Գիտեք, երբ որ ամենասկզբից լիներ ամուսնություն, գուցե եւ ամուսնանայի։ Դու գնալով երկարում է այդ ամեն ինչը ու դու տեսնում ես ինչ լավ է որ չամուսնացար, որովհետեւ իմաստ չունի էլի։ Իմ դեպքում, իր դեպքում իմաստ չկար։ Ուղղակի կյանքը ցույց է տալիս, որ ամեն սիրահարվածության պատճառով չկարելի մանրանալ, խորանալ, գնալ։ Մարդը նորմալ է, կարող է սիրահարվել, պատկերացրու ամեն սիրահարվելուց ամուսնանաս, դա քանի անգամ կլինի։ Դրա համար պետք է չխորանալ, չմանալ, ապրել տված Աստծո տված կյանքով օրով, ապրել, տեսնել ոնց է գնում օրը։ Հատկապես արվեստագետները շուտ սիրահարվող են, չէ՞։ Այո։ Շուտ սիրահարվող են, շուտ էլ հիասթափվող։ Դրա համար սիրահարվելը լավ բան է, սիրահարվել պետք է անդադ, որովհետև դա օգնում է սիրուն նայել կյանքին, մարդկանց վերաբերվել, ուրիշ գույներ են հայտնվում կյանքում, երբ որ սիրահարվում ես, պարզապես գնալով տարիքի հետ ավելի քիչ է սիրահարվում, թե ավելի ռեալ ես նայում շատ բաներին, իսկ հիմա հատկապես այս վերջի տարիներին ընդհանրապես չեմ սիրահարվում, ոչ թե պրինցիպիալ, իմաստ բան չկա, օբյեկտ չկա սիրահարվող, տատիկիս պես որ ասում էր, պատկառելի ջենտլմեն չկա, եթե լինի, ինչու չէ որ, why not։ Ամեն ինչ դեռ առջևում է։ Այո, կյանքը առջևում է։